Վիդեոփոխանցիչներ, անալոգային և թվային սարքավորումներ։ Ողջույն բոլորին։ Այսօրվա մեր դասը վիդեոփոխանցիչների մասին է։ Ինչպես նաև կանդրադառնանք անալոգային և թվային սարքավորումների միջև եղած տարբերություններին։ Վիդեոփոխանցիչներ։ Հիշեցնենք ևս մեկ անգամ, թե ինչ դերակատարում ունի վիդեոփոխանցիչը։ Այն տեսախցիկից եկող պատկերը վերածում է ռադիոազդանշանի և փոխանցում է մեր FPV ակնոցին։ Վիդեոհաղորդիչ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի քանի հիմնական բնութագրերի։ Եթե ձեր վիդեո ընդունիչը, այսինքն FPV ակնոցը, աշխատում է 5.8 GHz հաճախականությամբ, որը 90% դեպքերում հենց այդպես է, ապա ձեր վիդեոփոխանցիչը պետք է լինի 5.8 GHz հաճախականությամբ։ Հաճախականությունից հետո ամենակարևոր պարամետրը հզորությունն է։ Հզորությունը չափվում է միլիվատերով և ցույց է տալիս, թե որքան հեռու կարող է VTX-ը փոխանցել ազդանշանը։ Որքան մեծ է հզորությունը, այնքան ավելի մեծ է թռիչքի հեռավորությունը և ազդանշանի որակը։ Օրինակ 25 մվ հարմար է փակ տարածքներում թռիչքների համար, իսկ 200 մվ և ավելին բաց տարածությունների համար։ 800 մվ և ավելի հզորությունները օգտագործվում են long range թռիչքների համար, սակայն այդ հզորության ժամանակ վիդեոփոխանցիչը սպառում է ավելի շատ էներգիա և սկսում է ավելի շատ տաքանալ։ Վիդեոփոխանցիչը ունենում է նաև PID մոդ։ Դա հատուկ ռեժիմ է, որը նվազեցնում է վիդեոփոխանցիչի հզորությունը, հասցնելով այն գրեթե 0-ի, մոտավորապես 0.1 մվ։ Այս ռեժիմը օգտագործվում է հիմնականում կարգավորումների համար, և այդ ընթացքում վիդեոփոխանցիչը չի տաքանում, ու կարող եք վստահ լինել, որ այն չի վնասվի։ Վիդեոփոխանցիչների ալիքներ և հաճախականության աղյուսակ։ Յուրաքանչյուր ռադիոհաճախականության տիրույթ բաժանվում է խմբերի, որոնց անվանում են band, իսկ խմբերում լինում են արդեն կոնկրետ հաճախականությունների ալիքներ, անգլերենով channel։ Band-ը դա մի քանի ալիքների համախումբն է։ 5.8 GHz հաճախականության խմբերին, այսինքն band-երին, որոնք օգտագործվում են դրոնների կոնֆիգուրատորներում, անվանում են հաճախականության աղյուսակ, անգլերենով VTX table։ VTX table-ը աղյուսակ է, որը կոնֆիգուրատորում սահմանում է վիդեոփոխանցիչի տիրույթում աշխատող հաճախականությունները։ VTX table-ում առկա ու մեր կողմից ընտրված հաճախականություններն էլ հենց օգտագործվում է թռիչքի ընթացքում, ու պետք է այդ նույն հաճախականությունը, այսինքն channel-ը, ընտրել նաև մեր FPV ակնոցի վրա։ Հակառակ դեպքում պատկերը չենք տեսնի։ Օրինակ, եթե ընտրել ենք R band-ի առաջին channel-ը, պատկերը տեսնելու համար ակնոցի վրա նույնպես պետք է ընտրել R1 ալիքը։ Հակառակ դեպքում կամ չեք ունենա վիդեոպատկեր, կամ եթե ընտրեք այլ հաճախականություն, բայց տեսնեք պատկերը, կունենաք թույլ ազդանշան սխալ ալիքի ընտրության պատճառով։ Խմբերը և ալիքները անվանակոչել են տառերով ու թվերով, որպեսզի կոնկրետ հաճախականության երկար թիվը հիշելու կարիք չլինի։ Ինչպես նաև բաժանումը արվել է այնպես, որ ամեն հաճախականություն հեռու լինի հաջորդից միջինում 20 MHz-ով, ինչը կարևոր է, քանի որ մոտ հաճախականությունների դեպքում երկու օպերատորների վիդեոազդանշաններ կարող են խառնվել իրար։ Ընդունիչները կարող են ընդունել տարբեր վիդեոփոխանցիչներից եկող ազդանշաններ, որի պատճառով կստանաք մեկ այլ օպերատորի պատկերը ձեր ակնոցների վրա, ու ձեր սարքը վայր կընկնի։ Իդեպ, VTX table-ում նաև նշվում են վիդեոփոխանցիչի աշխատանքային հզորությունները, որոնք ցանկության դեպքում կարելի է փոխել։ Շատ կարևոր է հստակ հասկանալ, թե որ հաճախականությունն եք օգտագործում։ Եթե միաժամանակ մի քանի օպերատորներ թռիչքն իրականացնում են նույն կամ շատ մոտ ալիքների վրա, ապա այդ դեպքում օպերատորներից մեկը կխանգարի մյուսին, ու հավանաբար երկուսն էլ չեն կարողանա համատեղ թռիչք իրականացնել։ Կլինի պատկերի ուշացում և այլ օպերատորի պատկերի համադրություն ձեր դրոնի պատկերի հետ։ Տվյալ խնդրի լուծումը շատ պարզ է։ Մինչև թռիչքը բոլոր օպերատորները կատարում են ալիքների բաշխում միմյանց միջև, ընտրում են հաճախականություններ, որոնք իրարից գտնվում են մոտավորապես 20-ից 30 MHz հեռավորության վրա։ Օրինակ, մրցարշավերի ընթացքում 4 օպերատորների թռիչքների հաճախականությունների բաշխումը հետևյալ տեսքն ունի։ Առաջին օպերատորը R1 ալիք, երկրորդ օպերատորը R3 ալիք, երրորդ օպերատորը R5, չորրորդը R7։ Շատ կարևոր է, որ օպերատորները ոչ միայն ճիշտ բաշխեն հաճախականության ալիքները միմյանց միջև, այլև թռիչքները կատարեն վիդեոփոխանցիչների հավասար հզորությամբ։ Հակառակ դեպքում, եթե որևէ օպերատորի վիդեոփոխանցիչը գործում է ավելի բարձր հզորությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ աշխատում է տարբերվող հաճախականությամբ, կարող է լրջորեն խախտել մյուս օպերատորների ազդանշանների կայունությունն ու փոխանցման որակը։ Արդյունքում կունենանք նույն խնդիրները, որոնց մասին արդեն խոսեցինք։ Ազդանշանի կորուստ, աղավաղումներ և այլ անցանկալի խնդիրներ։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է նախապես պայմանավորվել,
Օգտագործել նույն հզորությամբ վիդեոփոխանցիչներ եւ իրարից հեռու գտնվող ազդանշանի ալիքներ։ Եթե այդ ամենից հետո համատեղ թռիչքի ընթացքում նորից ունենում ենք խնդիրներ, ապա հավանաբար օպերատորներից որևէ մեկի վիդեոփոխանցիչը վնասված է եւ աշխատում է սխալ հաճախականությամբ ու հզորությամբ, ինչը մշտապես կարող է խանգարել մոտ գտնվող բոլոր օպերատորներին։ Վիդեոփոխանցիչի ճշգրիտ աշխատանքի համար անհրաժեշտ է բեռնել տվյալ մոդելին համապատասխան VTX աղյուսակ։ Բեռնելու մի քանի տարբերակներ կան։ Կարելի է փնտրել Betaflight ծրագրային ապահովման preset բաժնում կամ արտադրողի օֆիցիալ կայքում, որտեղ նաև կարող եք գտնել վիդեոփոխանցիչի միացման սխեման եւ աշխատանքային արձանագրությունը։ Աշխատանքային արձանագրությունը, անգլերենով protocol, FPV օպերատորները հաճախ անվանում են Smart Audio։ Թույլ է տալիս ծրագրային ապահովման միջոցով փոխել VTX-ի հզորությունը եւ ալիքը, առանց դրոնի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի ստեղներին դիպչելու։ Սա պարտադիր ֆունկցիա է ցանկացած ժամանակակից VTX-ի համար։ Աշխատանքային արձանագրությունները անալոգային սարքավորումներում երկուսն են՝ TBS Smart Audio կամ IRC Trump, իսկ թվային սարքավորումներում դրանք չեն օգտագործում։ Եթե օգտագործում եք DJI համակարգ, ապա port բաժնում անհրաժեշտություն է լինում ընտրել MSP Display Port-ը որպես աշխատանքային արձանագրություն, OSD-ի տվյալները ակնոցի վրա ցուցադրելու համար։ Այս աշխատանքային արձանագրությունը, իրականացված UART կապի միջոցով, ապահովում է հաճախականության եւ հզորության արագ եւ անվտանգ կարգավորում անմիջապես հեռակառավարման վահանակից, առանց որևէ լրացուցիչ միջամտության եւ դժվարությունների։ Անալոգային եւ թվային FPV համակարգեր։ Մինչ այժմ մենք խոսում ենք անալոգային համակարգերի մասին, որոնք աշխատում են 5.8 GHz հաճախականությամբ, բայց վերջին տարիներին մեծ տարածում են գտել նաև թվային FPV համակարգերը։ Անալոգային ազդանշանի առավելություններն են՝ ցածր ուշացումը, սարքավորման արժեքը եւ պատկերի ոչ ամբողջական կորուստը վատ ազդանշանի ժամանակ։ Թվային սարքերի առավելություններն են՝ պատկերի բարձր որակը, մաքուր եւ հստակ պատկերը առանց ազդանշանային աղմուկի։ Թվային սարքավորումներ արտադրող ամենահայտնի ընկերություններն են DJI-ը, HD Zero-ն եւ Volksnail-ը։ Թվային համակարգի թերություններն են՝ իրենց արժեքով ավելի թանկ են, ունեն ավելի բարձր էներգիայի սպառում, իսկ կապի վատացման դեպքում պատկերը կարող է ամբողջությամբ անհետանալ։ Շատ կարևոր է հասկանալ, որ եթե դուք օգտագործում եք անալոգային սարքավորումներ, ապա կապ չունի թե որ բրենդի տեսախցիկ, վիդեոփոխանցիչ կամ FPV ակնոց կօգտագործեք։ Քանի որ դրանք բոլորը անալոգային են, իսկ անալոգային բոլոր սարքավորումները իրար հետ համատեղելի են։ Սակայն թվային սարքավորումներում այդպես չէ։ Եթե օգտագործում եք օրինակ HD Zero ընկերության թվային որևէ սարք, օրինակ տեսախցիկը, ապա վիդեոփոխանցիչը եւ FPV ակնոցը նույնպես պետք է լինեն այդ ընկերության արտադրանքը։ Նույնը Volksnail, DJI եւ այլ թվային սարքերի դեպքում։ Իդեպ, անգամ DJI սարքերի դեպքում կարող են լինել ակնոցի կամ վիդեո համակարգի անհամապատասխանելիություններ եւս։ Այսինքն հին մոդելի ակնոցը ոչ համատեղելի լինի օրինակ նոր սերնդի տեսախցիկի հետ, որը նույնպես DJI է։ Այս նկարի օգնությամբ կարող եք ծանոթանալ տվյալ պահին իրար հետ համադրելի DJI սարքավորումների ցանկը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է սարքերը ընտրելուց առաջ համոզվել նրանց համատեղելիության հարցում, այնուհետև նոր ձեռք բերել դրանք։ Ալեհավաքների ճիշտ տեղադրումը։ Հարգելի ընկերներ, եկեք խոսենք մի քանի կարևոր մանրամասների մասին, որոնց հաճախ սկսնակ օպերատորները ուշադրություն չեն դարձնում։ Անկամ ամենալավ սարքավորումները կարող են անիմաստ լինել, եթե դրանք սխալ են տեղադրված ATS-ի վրա։ Օպտիմալ կապ ապահովելու համար վիդեոփոխանցիչի ալեհավաքը պետք է տեղադրել ուղղահայաց, հնարավորինս հեռու դրոնի կաղապարից եւ էլեկտրական բաղադրիչներից, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել ազդանշանի փոխանցման կամ ստացման համար։ Էլեկտրական աղմուկ։ Եթե ձեր էկրանի վրա գծեր կամ այլ ազդանշանային աղմուկ եք տեսնում, դրա պատճառը կարող է լինել հենց էլեկտրական աղմուկը։ Այն առաջանում է շարժիչներից եւ էլեկտրական արագության կարգավորիչներից, ESC-ներից։ Այդ խնդրից խուսափելու համար միշտ օգտագործեք որակյալ կոնդենսատորներ ձեր հիմնական սնուցման աղբյուրին զոդելով։ Հովացում։ Հատկապես բարձր հզորության VTX-ների համար շատ կարևոր է ապահովել լավ հովացում, քանի որ տաքանալուց դրանք կորցնում են իրենց արդյունավետությունը։ Համոզվեք, որ ձեր VTX-ը օդում բավականաչափ հովացվում է։ Ամփոփում։ Այսօր մենք մանրամասն ուսումնասիրեցինք վիդեոփոխանցիչները, ինչպես նաև անալոգային եւ թվային ազդանշանների միջև եղած տարբերությունները։ Եթե ունեք լրացուցիչ հարցեր կամ ցանկանում եք, որ մենք խոսենք այլ թեմայի մասին եւս, անպայման գրեք մեկնաբանություններում։ Դե իսկ այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք հաջորդ դասին։